Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր եւս կանդրադառնանք մեր ցուցազնավեպին, Սասնա Ծռեր էպոսին եւ ընտրել եմ մի փոքրիկ դրվագ, որտեղ Դավիթը վերակառուցում է մեծ մեհերի կառուցած, բայց Մսրամելիքի կողմից քանդված Մասուրբ Մարութա Աստվածածին վանքը։ Այժմ առաջարկում եմ մի փոքրիկ դրվագի ընթերցում, որից հետո կունենանք նաև դիտարկում։ Ահա որ դրվագի մասին է խոսքը։ Դավիթ իջավ, տեսավ հորեղբայր Հալաքնած, նստավ իր տեղ, կանչեց, ասաց. հրոխբեր, քո անուշ քնից վեր էլ, դո հրոխբեր մեռնեմ քեզ, հրոխբեր, ես տեր չունեմ, դու ինձ արա տիրություն, դո հրոխբեր մեռնեմ քեզ, հրոխբեր, ես հեր չունեմ, դու ինձ արա հերություն, դո հրոխբեր մեռնեմ քեզ, հրոխբեր, ես մեր չունեմ, դու ինձ արա մերություն, դո հրոխբեր մեռնեմ քեզ, հրոխբեր, ես աղբեր չունեմ, դու ինձ արա աղբերություն։ Հրոխբեր վեր ելավ, ասաց. ծուր Դավիթ, ինչ է եղել։ Ասեց. հրոխբեր, օրհնյալ է բարերար Աստված, խնամքը շատ է Աստծուն, մարմար քար հրեն բացվեր է, լույս կամար կապեր է մեծ ծովասար, էլ երթանք քեզ նշանց տամ։ Դավիթ առավ հրոխբեր, բերեց վեր հոր գերեզմանին, գերեզման շանց տվեց, ասաց. Էն ինչ է հրոխբեր, ասաց. էնի քո հոր գերեզմանն է, վանք էլ որ քարուքան դեղե, քո հեր մեհեր էտու շինել, անունն էլ են էդիր Մարութա բանցեր Աստվածածին, համա որ քո հեր մեռավ, Մսրամելիք էզար հիման ավրեց տարավ, Դավիթ էդ որ լսեց դարձավ, էզար չոքեր գետնին, ձեռներ էզարը գետնին ամփուրեց, իրեն նետ աղեղ էդիր մարմար քարի բոլոր, գից մի քաշեց, նշան արավ, լուսու ձևով խորանի կամար քաշեց, սեղանատեղ քաշեց, հիման տեղ էլ քաշեց, ասաց. էսա էսպես դիշինվի, հրոխբեր, մեռնիմ քե, հրոխբեր, ես քենեք ուզեմ, 500 համար 1000 քար կտրող քենեք ուզեմ, 500 համար 1000 քար տաշող քենեք ուզեմ, 500 համար 1000 խիճ բերող քենեք ուզեմ, 500 համար 1000 ջուր կրող քենեք ուզեմ, 500 համար 1000 պատշարող քենեք ուզեմ, 500 համար 1000 շաղ անող քենեք ուզեմ, 500 համար 1000 սվաղանող քենեք ուզեմ, 500 համար 1000 փայտ փորող քենեք ուզեմ, թե որ չշինեմ ես ես վանք, իմ ուխտի տակ կմեռնեմ, չուր վաղն իրիգուն ես ամեն պատրաստուկ կուզեմ, որ լույս տամ մեկ էլ օր պատարակ մեջ մատուցեմ։ Հրոխբեր լավ գիտեր, որ Դավթի խոսք մեկ էր, երկուս չեր անի։ Դոր համար Հովան լսեց Դավթի խոսքեր, ասաց. Դավիթ, մենք տուն երթանք, բանող ճարենք։ Դավիթ ասաց. ես դիմանամ մարմար քարի մոտ, ես տուն չեմ իքա, դու տուն գնա, ուստեք բանողներ ճամփի թողիքան, դու էլ ենոնց հետ արի։ Զենովհան ասաց. ես էս լաճու խորուրդ դի կատարիմ։ Ահա սիրելի հետևորդներ, սիրելի բարեկամներ, այս փոքրիկ դրվագի մասին էր խոսքը, իհարկե շարունակություն կա տաճարաշինության հետ կապված, փոքրիկ դրվագներ կան, որոնք շատ կարևոր տեղ ունեն եւ դեր ունեն արժանի դիտարկումների համար, բայց դեռ բավարարվենք այս փոքրիկ դրվագով, քանզի այնտեղ շատ կարևոր դիտարկման արժանի հատված է եւ գործ ունենք մի դրվագի հետ,
որը անմիջապես կապ ունի մեր ներսի աշխարհի հետ։ Կապ ունի այնքանով, որքանով որ մենք ինչքանով ենք կարող եւ ինչքանով ենք պատրաստ մեր ներսում գտնելու այն խենթ Դավթին, մեր ներսում մեծացնելու այն խենթ Դավթին, ով պետք է վերականգնի մեր ներսի տաճարը, որը Մսրամելիքի, ինչպես խորհրդանշում է, նյութական դաշտի պահանջով կամ նյութական դաշտի ճնշումների ներքո մեր ներսի աշխարհը մոռացել ենք խոնարհել կամ այսպես ասած հավասարացրել ենք գետնին, ինչպես նշվում է մեր էպոսում, ինչպես կարող ենք, ինչքանով ենք պատրաստ մեր ներսի Դավթի շնորհիվ նորից վերակառուցելու խոնարհված այդ տաճարը, ինչպես ասում է Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսը, եթե քանդեք այս տաճարը 3 օրից կվերականգնվի, որը անմիջապես կապ ունի այդ խոսքերը մեր էպոսի այս դրվագի հետ, եւ ինչքանով ենք պատրաստ մեր ներսի խենթ Դավթի պես նկատելուց հետո տաճարի խոնարհումն ու քանդված վիճակը սարից չիջնել, մնալ եւ կառուցել միջև վերջ, վերակառուցել միջև վերջ մեր տաճարը, որից հետո ներսում պատարագ կմատուցվի, որի հենց խորհրդանիշը մեր ներսի հոգևոր դաշտին վերադառնալու, ինքնաճանաչման դաշտին վերադառնալու եւ մեր ներսի տաճարն ու ընթանալիք ճանապարհը նկատելու, վերակառուցելու գործողությանը։ Այսպիսով թվում է, որ շատ փոքրիկ դրվագ է, բայց շատ անմիջական կապ ունի մեր գնալիք ինքնաճանաչման ճանապարհի հետ, որի մասին խոսել են բոլոր մեծամեծերը, իհարկե մեր այս ցուցազնավեպը անհիշելի ժամանակներից է հասել մեզ եւ հիմքն է բոլոր այդ գաղափարների, ունենալով նմանատիպ գանձ, մենք գիրքը փակած մեր պահարաններում ենք պահում, չգիտես ինչու, կամ որը շատ էժան մատչելի գնով հնարավոր է ձեռք բերել, մենք բանատեղ չենք դնում, որովհետև դարեր ի վեր մենք ավելի շատ ապավինել ենք օտարինը, քան մերը, ունենալով նման գանձեր։ Շատ կարևորում եմ ընթերցել, վերընթերցել մեր էպոսը, եթե հարցեր կառաջանան, սիրով կփորձենք դառնալ այդ հարցերին միասին, շատ կարևորում է մեր մեջ գտնել Դավթին, այն խենթ Դավթին, ով պատրաստ է մնալ Մաուրթա վանքի հիմքի մոտ, միջև օգնողները կգան եւ միասնական ուժերով կվերակառուցեն, իսկ օգնողների խորհրդանիշը կտեսնեք, կզգաք, ինչպես եւ տեսնում, զգում եք եւ անպայման ձեր ներսի տաճարը կվերակառուցվի, եթե մոտեցումը ճիշտ լինի։ Իհարկե, որը ուներ դեռ շարունակություն, այնտեղ նաեւ նշված է, որ Դավիթը մի փոքր նաեւ սխալ է թույլ տալիս, որի շնորհիվ վանքը քանդվում է։ Իսկ հետո Դավիթը այդ սխալը շտկելով վերջնականորեն վերակառուցում է վանքը։ Քանզի այսօրվա հանդիպումը մեր կարճ ֆորմատով է, դրա համար շարունակությունը թողում եմ ձեզ, կարդացեք, դիտարկումներ ունեցեք, հարցեր ունեցեք, որից հետո կարելի է անդրադառնալ այդ ամենին։ Մաղթում եմ ձեզ ձեր ներսի վանքի վերակառուցում, մաղթում եմ ձեր ներսի խենթ Դավթին գտնելու եւ Դավթի ճանապարհը բռնելու մեծ ուժ։ Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության համար։ Շատ ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ մեր այս փոքրիկ եւ առասարակ մեր հանդիպումները օգտակար են լինում ձեր ճանաչողական դաշտին։ Իսկ եթե կարևոր դեր ունեն մեր այս հանդիպումները, կարող եք տարածել, եւ որպեսզի շատ հայեր փորձեն գտնեն իրենց ներսի Դավթին եւ փորձեն վերակառուցեն իրենց ներսի խոնարհված տաճարը, որը շատ կարևոր դեր կարող է ունենալ մեր երկրի
զարթոնքին մեր երկրի վերածննդի համար։ Այնպես որ շնորհակալ եմ սիրելի հետևորդներ ուշադրության համար, այսօր այսքանը, մինչ հանդիպում, հաջողություն։